այժմ հարակից զեկույցով հանդես կգա աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ես կուզեի անդրադառնալ մի քանի հարցի, քանի որ հիմնական զեկուցողը նշեց փոփոխությունները, որոնք մենք նախատեսում ենք այս նախագծով, վերաբերում է իհարկե երեխայի միանվագ, ծննդյան միանվագ աջակցությանը, 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում ամսական վճարներին, որոնք նախատեսված են մինչև 6 տարեկան երեխաների համար, ինչպես նաև անկանխիկ վճարումներին։ Պարզապես ես նշեմ, որ սիրելի հայրենակիցներ, երբ մենք խոսում ենք այն մասին, թե սա հակասոցիալական, ընդդիմությունը այդպիսի արտահայտություն արեց, հակասոցիալական նախագիծ է եւ մենք նվազեցնում ենք միանվագ ծննդյան աջակցությունը, ես ասեմ, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ինչու՞։ Որովհետեւ բոլոր այն երեխաները եւ ծնողները, որոնք պիտի ստանային իրենց համար նախատեսված ծննդյան միանվագ գումարը, արդեն ստացել են։ Կամ նրանք, որոնք պիտի ծնվեն մինչև սեպտեմբերի 1-ը 2026 թվականի, կստանան։ Այսինքն չկա այնպիսի քաղաքացի, այնպիսի երեխա, որի համար նախատեսված գումարը փոփոխության է ենթարկվում։ Այսինքն սա ընդհանրապես պետական քաղաքականություն է, որի միջոցով պարզապես բյուջեում տեղաբաշխում է իրականացնում ծրագրային իմաստով, քաղաքականության իմաստով։ Այսինքն մենք այսուհետ աջակցության ավելի մեծ բաժին ենք նախատեսում առաջին, երկրորդ եւ այնուհետեւ, այսինքն համեմատության մեջ երեխաներին, որովհետեւ այս պահին առաջին եւ երկրորդ երեխաները ստանում են 300,000 դրամ։ Իսկ փորձը ցույց է տալիս եւ այդ թվում միջազգային վերլուծությունները, միջազգային փորձը, որ ամենաշատը աջակցության կարիք սովորաբար ունենում են հենց առաջին երեխայի ծնվելու պարագայում ընտանիքները։ Եվ դա է պատճառը, որ մենք 300,000 դրամի փոխարեն աջակցությունը դարձնում ենք 500,000 դրամ, եւ սա բազմաթիվ այլ խնդիրներ է լուծում։ Դա լուծում է նաև վարչարարական խնդիրներ, այսինքն վարչարարության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, որոնց պատճառով էլի ցավոք տուժում են քաղաքացիները։ Ես ուզում եմ նշել, որ մենք հանձնաժողովում քննարկել ենք նաև եւ քաղաքացիներից իհարկե բազմաթիվ նամակներ ենք ստանում անկանխիկ եղանակով վճարումներ իրականացնելու մասով եւ իհարկե ընդդիմադիր գործընկերների մտահոգությունները մենք եւս կիսում ենք, որովհետեւ այս պահին մենք այդ մեխանիզմները չունենք, հատկապես այն քաղաքացիների պարագայում, որոնք դժվարություն ունեն բանկ հասնելու, բայց սրա համար կառավարությունը 3 ամիս ժամանակ ունի եւ մեր գործընկերները այս ուղղությամբ աշխատում են եւ բնականաբար դրանից հետո նաև կառավարության որոշմամբ կսահմանեն բոլոր այն ընթացակարգերը, որոնց միջոցով քաղաքացին ոչ ֆինանսական, ոչ ֆիզիկական եւ ոչ այլ դժվարություն չի կրի։ Բոլոր ծառայությունները, բոլոր ծրագրերը պետք է այնպես արվեն, որ բոլոր քաղաքացիներին հասանելի լինի անկանխիկ վճարումով, անկանխիկ մեթոդով կենսաթոշակների եւ նպաստների ուրեմն վճարման գործընթացը։ Հետևաբար, հարգելի գործընկերներ, մենք հատկապես այս մասում ենք ավելի շատ դժվարություններ տեսնում եւ ակնկալում, որ հնարավորինս արդյունավետ կլուծվի եւ մեր ծրագրերը մարդակենտրոն կիրականացվեն։ Նախագծերի փաթեթը բնականաբար քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն, հետևաբար բոլորիդ կոչ եմ անում պատեհ պահի կողմ քվեարկել։ Շնորհակալ եմ։